Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Starlink արբանյակային ինտերնետը արդեն հասանել է Հայաստանում, Facebook-յան էջում գրառում է արել վարչապետ Փաշինյանը։ Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ, գրել է նա։ Հանրապետության նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին, քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ։ Հանրապետության նախագահը ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը։ Դեսպանը վերահաստատել է Էմիրությունների պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Ղազախստանում գտնվող արտաքին գործերի նախարար Միրզոյանը այցելել է Աստանա միջազգային ֆինանսական կենտրոն, ծանոթացել է միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ Նախարարին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող կառույցի գործունեությունը, որը նորարարական լուծումներով մեկ պատուհան սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբի-Սողոմոնյանը Վիեննայում Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին հանդես է եկել ելույթով։ Ընդհանուր առմամբ երկու տասնյակի հասնող ԵԱՀԿ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ են ելույթ ունեցել և հիմնականում ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և դրա շուրջ բանակցությունների ավարտը։ Նրանք նաև կոչ են արել շուտափույթ ստորագրել և վավերացնել համաձայնագիրը։ 3 տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում 2025 թվականի մարտի 13-ին Հայաստանը համաձայնել է համաձայնագրի վերջին տարբերակին և այս որոշման մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմին։ Մարտի 20-ին Հայաստանի վարչապետն առաջարկել է Ադրբեջանի նախագահին համատեղ քննարկումներ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Ի զարմանս մեզ Ադրբեջանի արձագանքը և դրան հաջորդած գործողությունները և հիասթափեցնող են, և տագնապալի։ Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը ընդունելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ։ Որպես Հայաստանի կառուցողականության միակողմանի ապացույց Ադրբեջանը պահանջում է Մինսկի գործընթացի կառույցների դադարեցում, չնայած այն փաստին, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը մի շարք առիթներով ի ցույց է դրել իր կառուցողական մոտեցումը։ Նրանք նաև պահանջում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացում, պնդելով, որ Հայաստանի անկախության հռչակագիրը, որին հղում է արված մեր սահմանադրության նախաբանում, Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է ներառում։ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ բարձրագույն մակարդակներով արտահայտել է իր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք դիտարկել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների դադարեցումը, սակայն անհրաժեշտ է երաշխավորել, որ այս քայլը համահունչ է հակամարտության փաստացի և իրավական ավարտին։ Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը։ Հակառակ դեպքում դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել։ Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել այս կառույցի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն է։ Ընդգծենք նաև, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատանի որոշումն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։ Իրականում մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Բայց այդ դեպքում ինչու մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը։ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։ Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե Հայաստանը, թե Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում հետևաբար խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրվելուց սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ սահմանադրական դատարանների եզրակացությունը ստանալուց եւ վավերացվելուց հետո կունենա ցանկացած ներքին օրենքի նկատմամբ գերակա իրավաբանական ուժ։ Այս առումով ցանկացած այլ հարցի առաջ քաշումը որպես փաստաթղթի ստորագրման նախապայման նշանակում է նվազագույնը խաղաղության հաստատման ձգձգում։ Թույլ տվեք նաև անդրադառնալ Ադրբեջանի ապատեղեկատվական արշավին, ուղղված սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումներին։ Ադրբեջանի մեղադրանքները եզակի դեպքեր չեն, դրանք մաս են կազմում հստակ եւ ձևավորված մի գործելավոճի, ըստ որի Ադրբեջանն ակտիվացնում է զինադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ ապատեղեկատվության քարոզչությունը, օգտագործելով այն որպես արդարացում տարածաշրջանում հետագա լարվածության համար։ 2020 եւ 23 թվականներին հայկական կողմը բազմիցս ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությանն է ներկայացրել նմանօրինակ մարտավարության դեպքեր։ Իմ կոչն է առավել ուշադիր լինել այս գործողությունների օրինաչափության նկատմամբ։ Կեղծ տեղեկությունների միտումնավոր տարածումը եւ հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր են։ Դրանք հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են։ Մենք պետք է զգոն լինենք այս մարտավարության նկատմամբ, կրկնապատկելով մեր ջանքերը ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Հայաստանի նկատմամբ վերջերս ահագնացող ռետորաբանությունն ու աճող սպառնալիքները եւս այդ նույն մտահոգիչ օրինաչափության շարունակությունն են, որոնք հիշեցնում են նախկին ռազմական էսկալացիաները։ Չնայած իշտակված մարտահրավերներին, թույլ տվեք վերահաստատել Հայաստանի անվերապահ նվիրվածությունը խաղաղության օրակարգին։ Մենք հաստատակամ ենք մեր հանձնառության մեջ հաստատելու տևական խաղաղություն Հարավային Կովկասում։ Ճիշտ ժամանակն է վերջ դնել արհեստական ձգձգումների եւ հապաղման քաղաքականությանը, զերծ մնալ անհիմն պատրվակներ ներկայացնելուց, որոնք միայն խոչընդոտում են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Փոխադարձ մեղադրանքները եւ նորանոր նախապայմանների առաջադրման անվերջ մոլուցքը մեզ կարող են հասցնել բոլորին հայտնի ոչ մի տեղ, որը կարող է ապագա էսկալացիաների իրական վտանգ ներկայացնել։ Եզրափակելով թույլ տվեք կրկին ընդգծել, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ առաջարկում է ադրբեջանական կողմին սկսել խորհրդակցություններ փաստաթղթի ստորագրման ժամկետների եւ վայրի շուրջ։ Մենք գնում ենք խաղաղության, ոչ թե պատերազմի։ Միացյալ Նահանգների 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Նրանք պահանջել են կիրառել ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, պահանջելով անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։ Նամակը ստորագրողները կոչ են արել պետքարտուղար Ռուբիոին ոչ թե կիրառել այն լիազորությունը, որի շնորհիվ Միացյալ Նահանգների վարչակազմերը շրջանցել են 907-րդ հոդվածը, այլ պարտադրել օրենքի լիարժեք կիրառումը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն հերթական սադրանքին է նախապատրաստվում։ Կառավարությանն առընթեր գործող այս կառույցը մտադիր է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին, որոնց մտադիր են դարձնել գործիք Հայաստանին տարածքային պահանջներ առաջադրելու համար։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։ Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը Իգդիրում շուտով պատրաստվում է անցկացնել հարավային Անատոլիայում ապրող ադրբեջանցիների ֆորում, որի նպատակն է ներգրավել իրենց Իլհամ Ալիևի հայտարարած, ինչպես իրենք են անվանում, արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգի իրականացման համար։ Այսինքն հավանաբար սեփական մարդկային ռեսուրսները բավարար չեն, փորձում են այդ մարդկային ռեսուրսները ներգրավել արդեն նաև Թուրքիայում, ըստ էության հավաքագրելով մարդկանց այս սադրիչ նախաձեռնության, այս պրովոկացիոն իրենց պատմության մեջ։
Խոստովանել է Մուրադովը, որ հատուկ տեղեկատվական բազա են ստեղծել Թուրքիայում ապրող այն ադրբեջանցիների, որոնց նախնիները ժամանակին ապրել են Հայաստանում, եւ ահա այդ մարդկանց առաջարկում են ներգրավել այս աշխատանքի մեջ, որպեսզի կարողանան վերադառնալ իրենց պապերի հայրենիք։ Դրա համար ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են անցկացնում այդ մարդկանց հետ, զեկուցում են անցկացված իրականացված աշխատանքի մասին եւ ներգրավում են իրենց այդ աշխատանքին։ Հավանաբար նաև այս ամենով փորձում են մեզ վախեցնել, քանի որ կարծում են, որ ավելի տպավորիչ կլինի, եթե այս աշխատանքներին մասնակցի ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիայում ապրող ադրբեջանցիները, բայց չեն նկատում հավանաբար մի կարևոր հանգամանք։ Դրանով իրենք հարվածի տակ են դնում Թուրքիային, խնդիր են ստեղծում Թուրքիայի համար, քանի որ եթե Թուրքիայում ապրող մի քանի հազար ադրբեջանցիներ, ում նախնիները ժամանակին Հայաստանում են ապրել, հայտարարեն, որ ցանկանում են վերադառնալ իրենց պապերի հայրենիք, ապա նույն իրավունքի մասին կարող են հայտարարել առնվազն 5 միլիոն սփյուռքահայեր, որոնց նախնիները գիտենք ինչի հետևանքով ստիպված են եղել իրենց հայրենիքը։ Չեմ կարծում, որ այդպիսի այսպես հարաբերակցությունը Թուրքիայի շահերից կլինի, քանի որ Թուրքիա վերադառնալու ցանկացողների քանակը կարող է հարյուրավոր անգամ ավելի շատ լինել, քան Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ադրբեջանցիների քանակը։ Արդյոք ճիշտ եմ հասկանում, չէ՞, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիների մասին է խոսքը, այսինքն Թուրքիայի քաղաքացիներին են փաստորեն ներկայացում այս անօրինական գործընթացների մեջ եւ Թուրքիան այս ամենին ինչպես է նայում։ Տեղին հարց է, չեմ կարծում, որ Թուրքիայի իշխանությունները շատ ողջևորված են, որ իրենց քաղաքացիներին այսպիսի անօրինական գործունեության մեջ են ներգրավում, բայց ինչ վերաբերում է Ալիևի հռչակած այդ արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգին, ահա այդ հայեցակարգին Թուրքիայի իշխանությունները միանգամայն կողմ են եւ աջակցում են ամեն հնարավոր միջոցներով։ Գիտենք, որ դեկտեմբերին Իգդիրում, իսկ փետրվարին Կարսում Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպությունը բացեց իր գրասենյակները եւ ահա բացման արարողությանը մասնակցում էին նաև Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներ։ Թուրքիայի դեսպանը Բաքվում Ջահիդ Բաքչին մասնակցել էր Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող այդ կազմակերպության նոր գրասենյակի բացման արարողությանը Բաքվում։ Թուրքիայի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի Մահմուդ Օզերը ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ կնախաձեռնի խորհրդարանական լսումներ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգին աջակցելու թեմայով։ Իսկ դեկտեմբերին Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այժմ մեջլիսի падգամավոր է եւ ղեկավարում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի մեջլիսի պատվիրակությունը, Բաքվում հայտարարել էր հետեւյալը, մեջբերում եմ. մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մենք մեր ադրբեջանցի եղբայրները կարողանան վերադառնալ իրենց պատմական հողեր։ Այսինքն այս հարցում Բաքվի եւ Անկարայի միջև որևէ հակասություն չկա եւ նրանք գործում են համատեղ։ Արդյոք իսկ հենց այդ ադրբեջանցիները Թուրքիայի քաղաքացի հանդիսացող որքանով են այս գաղափարներով ողջևորված։ Չեմ նկատել, որ զանգվածային ինչ-որ աջակցություն լինի ամենայնպես մամուլի հրապարակումներից, բայց ինչն է հետաքրքիր։ Նկատվել է այսպես ինքնակազմակերպվելու փորձ Թուրքիայում ապրող ադրբեջանցիների կողմից, մի բան, ինչը Ադրբեջանի իշխանությունների դուրը բոլորովին չի եկել։ Օրինակ 20 թվականին Թուրքիայում ապրող ադրբեջանցիները հռչակել էին, ինչպես իրենք են անվանում, Իռևանի թուրքական հանրապետություն, դրա ճակատագիրը այժմ հայտնի չէ։ 22 թվականին նույնպես Թուրքիայում ապրող ադրբեջանցիների մի նախաձեռնող խումբ հռչակել էր, մեջբերում եմ, Գյոյչա Զանգեզուրի հանրապետության ուրեմն ձևավորումը, որի ժամանակավոր վտարանդի կառավարությունը գործում է ժամանակավորապես Թուրքիայի տարածքում։ Եթե դատենք այդ հանրապետության սահմանադրության նախագծից, ապա այն ներառում է ողջ Սյունիքը, Վայոց ձորի մի մասը, Գեղարքունիքի մի մասը եւ Տաուշի մի մասը, եւ ինչպես այդ հանրապետության հայր հիմնադիրներն են ասում, այդ պետական միավորը պետք է
կոնֆեդերատիվ հարաբերություններ հաստատի Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մայրաքաղաքը հանրապետության պետք է լինի Վարդենիսում կամ ինչպես իրենք են ասում Բասարգեչարում։ Ուրեմն ահա այդ նախաձեռնությունը Ադրբեջանի իշխանությունների շատերի դուրը ոչ թե չեր եկել, այլ պարզապես սարսափ էր առաջացրել եւ անմիջապես բողոք հայտնեցին եւ այդ հանրապետության հայր հիմնադրին հրավիրեցին Բաքու, այնտեղ հատուկ ծառայությունները ձեռբակալեցին, երբ նրան ազատ արձակեցին բանտից, նա անմիջապես հայտարարեց, որ հանրապետությունը ինքնալուծարման մասին է հայտարարում եւ որ միանում է արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպության հետ։ Այսինքն այդ ինքնակազմակերպվելու փորձերը Ալիևի դուրը չեն գալիս եւ նա ուզում է մենաշնորհը ունենալ այս հարցի լուծման։ Ըստ էության դա փորձ է չսպանված արջի կաշի մորթին կիսելու։ Շնորհակալություն Արտյոմ։ Առաջ այսքանը կհանդիպենք ժամ 15-ին։